Պարոն Սաղաթելյան, Նյուդեի Անի Գևորգյան, պարոն Սաղաթելյան, դուք ասացիք առաջինը քննարկումները կսկսեք Հայաստան խմբակցության հետ, առաջնորդը Հայաստան դաշինքի դա Ռոբերտ Քոչարյանն է, ասել է թե առաջինը քննարկումները կսկսեք կամ արդեն սկսել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկապես կարծում եք, որ ձեր ժողովը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ Հայաստանում եւ ժողովրդի շրջանում տեսակետները եւ բացի դրանից քաղաքական այն ուժերը կամ դաշինքները, որոնք ասում են, որ երկիրը պետք է այս իրավիճակից դուրս բերեն, այս տարիների ընթացքում դուրս չեն բերել, չեն փրկել Արցախը, չեն նպաստել նրան, որ թշնամին դուրս գա, նպաստել նկատի ունեն բարձր լարմամբ իշխանություններին ուղղված, չեն նպաստել նրան, որ նաև թշնամին դուրս գա մեր օկուպացված տարածքներից։ Հիմա նախ դուք ինքներդ ձեր կարծիքով, այդ դաշինքով արժանի եք կրկին մասնակցել ընտրություններին։ Երբ որ ասում եք ընդդիմությունը չի նպաստել, երբ որ թշնամին դուրս գա Հայաստանի տարածքից, այսինքն ինչպես եք պատկերացնում, ընդդիմությունը ինչ լծակներ ուներ։ Ընդդիմության խնդիրը պետք է լիներ այս իշխանություններին հեռացնել 21 թվականի ընտրություններին մենք մասնակցել ենք, հանրությանը ներկայացրել ենք թիմ, ծրագիր, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, դժբախտաբար այս իշխանությունը կարողացել է խաբել կրկին մեր հասարակությանը, վերարտադրվել եւ անցնող 5 տարիների ընթացքում շարունակել զիջումները։ Այո, մենք 21 թվականին ամեն ինչ արել ենք արդյունքի ունենալու համար։ Դժբախտաբար ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր միավորները կարողացան արդյունք գրանցել, որ համատեղ ուժերով այդ խնդիրը լուծենք։ Հիմա 5 տարվա մեր գործունեությունը, մեր ժողովրդի եւ հանրության արժեվը, մենք հանդես ենք գալու նոր ծրագրերով, թող մարդիկ տեսնեն, գնահատեն եւ ըստ դրա ձևավորեն հաջորդ իշխանությունը։ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Հայաստանի ապագան հստակ հարցականի տակ է։ Մեր մասնակցությունը միայն նպաստելու է սրանց հեռացման համար, մենք պատրաստ ենք լայն համագործակցության ընդդիմադիր առողջ իրական ընդդիմադիր ուժերի հետ եւ գտնում ենք, եթե այս ընտրությունների մի քանի խոշոր կայացած բլոկներով որոշ ուժեր մեկտեղ իրենց հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ կերպով լայն հնարավորություններով ներկայանան հանրությանը, այո, առաջկա սպասվող ընտրությունները միջոց եւ հնարավորություն են այս իշխանություններին հեռացնելու համար։ Հիմա նախորդ 5 տարիների ընթացքում տեսել եք ինչ եղավ։ 5 տարվա մեջ 3-4 փողոցային շարժումը տեղի ունեցել, ամեն ինչ արել ենք այդ խնդիրը լուծելու։ Դժբախտաբար Չարիքի իշխանությունը դեռ իշխանության է։ Հիմա ինչ եք առաջարկում, չմասնակցենք այս ընտրությանը։ Այդ ձևաչափի մասին Մեր ձևաչափը լինելու ամենաարդյունավետ ձևաչափերից մեկը, եթե քննադատում ենք այս ձևաչափը 21 թվականին եղել է ամենախոշորը, կան ավելի արդյունավետ ձևաչափեր, որոնք կարող են ձևավորվել եւ ավելի լավ արդյունք արձանագրել։ Մենք միայն ուրախ կլինենք դրա համար։ Ընդ որում, ներողություն մի բան ստեղ ասեմ, մենք այս դաշինքը չենք Այսինքն մենք որոշել ենք դաշինքային ձևաչափով մասնակցել, ոչ թե ունենալով մտավախություն, որ դաշնակցությունը շեմը չի հաղթահարի։ Մենք այդ մտավախությունը չունենք ընդհանրապես եւ ժողովը նաեւ այդ մասին արձանագրել է եւ դրա բոլոր հիմքերը ունենք նաեւ դա ասել։ Ես մի քանի օրինակ բերեմ, որ պարզ լինի նաեւ այդ իմաստով, նախ 2018 թվականին ամենածանր շրջանում, երբ որ այս իշխանությունը 80% ռեյտինգ ուներ, մենք մասնակցել ենք 3% ցուցանիշ ենք արձանագրել։ Դրանից հետո հաշվի առնելով մեր 5 տարվա գործունեությունը, 21-22 թվականին 2 տասնյակից ավելի խոշորացված համայնքներում մասնակցել ենք տեղական ընտրությունների եւ արձանագրել ենք 5-ից մինչեւ 20% արդյունք, ներգրաված ենք 2 տասնյակից ավել համայնքներում ամբողջ Հայաստանում ունեն կազմակերպական միավոր 52 գրասենյակներ, ուսանողական, երիտասարդական միություններ, վերջը Հայաստանի ամենակայացած գաղափարական շարքեր ունեցող կառույցն է։ Մենք շեմը հաղթահարելու խնդիր բացարձակ չունենք, բայց մեր նպատակը այս ընտրություններին 4, 5, 8 կամ 10 падգամավոր ունենալը չի։ Մենք նախընտրում ենք դաշինքային ձևաչափ, որպեսզի այդ դաշինքի արդյունքում նորից են կրկնում մեկտեղելով մեր ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ արդյունք գրանցեն։ Եվ դաշինքի մեր տրամաբանությունը հենց այդ էֆեկտիվությունն է։
Որովհետև եթե առանձին երկու ուժ տվյալ պարագայում, ասենք մասնակցային ընտրություններին մեկը արձանագրեր օրինակ 2x, այն մյուսը եւս 2x, այս միացման փոք լրանցման արդյունքում մենք նպատակ ունենք դա դարձնել 8x պայմանակ։ Հետևաբար այո, մենք ձևավորել ենք ամենաէֆեկտիվ դաշինքներից մեկը եւ դա շուտով մեր կարծիքով իրականություն կդառնա։ Առնվազն սա մեր տեսակետն է եւ այս համաձայնությունները ունենալու դեպքում գնալու ենք այդ ճանապարհով։